Գերմանիայի հարավարևմտյան Քլիբրոն գյուղի Տրիպս Դրիլի ատրակցիոնների այգում մի տարեցկին գտել է իր մեջքի ցավի համար անսովոր միջոց՝ ատրակցիոն կամ ռոլեր քոստեր նստել։ 85 տարեկանում Ուրսել տատը հաղթահարում է տարիքն ու ցավը մեծ խանդավառությամբ կարուսելներ նստելով։ Ուրսելի պայքարը մեջքի ցավի դեմ սկսվել է 40 տարեկանում երիտասարդության տարիներին աննկատ մնացած կոնքի սխալ դիրքի հետևանք։ Բանն այն է, որ նա բալետի պարուհի է եղել եւ խնդիրն առաջացել է հենց պարելիս։ Միայն 72 տարեկանը լրանալուց հետո նա պատահաբար հանդիպել է անսպասելի դեղամիջոցին։ Տարեցկինն առաջին անգամ զբոսանքի է գնացել եւ հայտնաբերել մի ուշագրավ բան։ Das hat ganz einfach angefangen. Ich wollte mal nach über 40 Jahren wieder Achterbahn fahren. Շուտով ես հասկացա, որ այն ձգվում է, ինչ որ բան է կատարվում իմ մարմնում։ Ես ինձ ավելի ու ավելի լավ էի զգում եւ ժամանակի ընթացքում ատրակցիոնով զբոսանքը վերացրեց ցավը։ Դա իսկապես հիանալի էր, ասես հրաշք լիներ։ Մինչև այս ոչ ավանդական ուղին սկսելը, Ուրսելը խորհրդակցել է իր բժշկի եւ ատրակցիոնի ղեկավարության հետ եւ այսպես ասած կանաչ լույս ստացել։ Նույնիսկ նրա ֆիզիոթերապևտն է ասել, որ ռոլեր քոստերն անում է այն, ինչ ինքը ի վիճակի չէր լինի անել։ Քանի դեռ եղանակային պայմանները նպաստավոր են, Ուրսել տատը շաբաթական մեկ անգամ թորան հետ գալիս է այստեղ ատրակցիոններից օգտվելու եւ իր մեջքի ցավերը մեղմելու համար։ Այգու ղեկավարությունը հիացած է նրա պատմությամբ եւ թույլ է տալիս տարեց կնոջն ամեն այցելության ժամանակ նստած մնալ ատրակցիոնում եւ 50 անգամ օգտվել դրանից։ Բարսելոնայի նախկին ձկան շուկայի տարածքում պեղումներ կատարող հնագետները հայտնաբերել են Կատալոնիայի ափերի մոտ շուրջ 500 տարի առաջ խորտակված նավի բեկորներ։ Խումբը հայտնաբերել է նավաբեկության ենթարկված մեծ նավի հետնամասը։ Նավը հավանաբար խորտակվել է 15-րդ կամ 16-րդ դարերում։ Նավի հսկա բեկորը 10 մետր երկարությամբ եւ 3 մետր լայնությամբ ավելի քան 30 կոր փայտե կողերով լավ պահպանված է գտնվել ծովի մակարդակից 5 մետր խորությամբ։ Հնագիտական խմբի 30-ամյա ղեկավար Սանտիագո Պալասիոսի խոսքով այս գտածոն մեծ նշանակություն ունի, քանի որ լավ պահպանված ստորջրյա հնագիտական մնացորդները հազվադեպ են հանդիպում։ Նա հավելել է, որ ավելի շատ մանրամասներ կհայտնվեն պեղումների ընթացքում։ Մենք հայտնաբերել ենք նավի բեկոր, հավանաբար միջերկրական ոճի կառուցվածքով, բայց Ատլանտյան օվկիանոսի ազդեցություններով, հավանաբար Բասկերի երկրից կամ Գալիցիայից։ Ծովային գտածոյի պահպանումն ապահովելու համար խումբը պետք է կանխի դրա չորացումը, ինչը նշանակում է, որ այն պետք է անընդհատ ջրվի, թե ցերեկը, թե գիշերը։ Լոնդոնում ռեկորդային շոկ է գրանցվել, ջերմաստիճանը հասել է 28 աստիճանի ըստ Ցելսիուսի։ Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ ռեկորդային շոկ է գրանցվել հատկապես Լոնդոնի Q այգիներում։ Սա Մեծ Բրիտանիայում պատմության մեջ երբևէ գրանցված ամենատաք մայիսն է։ Քաղաքի բնակիչներն ու զբոսաշրջիկները շտապել են այգիներ եւ մարդաշատ փողոցներ, վայելելու արևի լույսը եւ անսովոր տաք ջերմաստիճանը։ Ավելի տաք է, քան սպասվում էր, այնքան հաճելի է, բայց անսպասելի եւ շատ շոկ։ Իհարկե ավելի լավ է, քան Եվրոպա մայրցամաքում։ Ինչ խոսք, անակնկալ էր, անձրև չի գալիս, շատ լավ է։ Եղել են նաև մարդիկ, որոնք լրջորեն մտահոգված են, որ տարվա այս եղանակին այսքան շոկ է։ Օդերևութաբանական ծառայությունից նաև հայտնել են, որ մայիսի առաջին օրերին նախորդ ռեկորդային ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1990 թվականի Շոտլանդիայի Լոսիմաուտ քաղաքում 27.4 աստիճան ըստ Ցելսիուսի։ Կուբայում անցկացվել է ամենամյա զբոսաշրջային տոնավաճառը։ Չինաստանը ներկայացել է որպես պատվավոր հյուր։ Recuperar y desarrollar el turismo Զբոսաշրջության վերականգնումը եւ զարգացումը պատվի հարց է։ Այն կարևոր է մեր տնտեսությունը խթանելու, մեր ժողովրդի կյանքի որակը բարելավելու եւ մեր ցանկալի բարգավաճմանը հասնելու համար։ Կուբան հույսեր է կապում դաշնակից Չինաստանից ավելի շատ այցելուներ ներգրավելու հետ։ Բանն այն է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Միացյալ Նահանգների նորացված պատժամիջոցների եւ ճգնաժամից տուժած տնտեսության հետևանքով Կուբայի զբոսաշրջության ոլորտը մեծ վնասներ է կրել, ուստի այն վերակենդանացնելու անհրաժեշտություն է առաջացել։ Չինաստանի զբոսաշրջության եւ մշակույթի նախարարությունը պատրաստ է գործակցել իր համաշխարհային գործընկերների հետ մարդկության, լեռների եւ գետերի գեղեցկությունը կիսելու համար։ Մենք հույս ունենք, որ ավելի շատ չինացի զբոսաշրջիկ կայցելի տարբեր երկրներ, ամբողջ աշխարհում ընկերներ ձեռք բերելու համար։ Մենք էլ մեր հերթին ձեզ հրավիրում ենք Չինաստան, վայելելու մեր գեղեցիկ տեսարանները, ծանոթանալու մշակույթին եւ տեսնելու մեր երկրի գույները։
Կուբայի վիճակագրական գործակալության վերջին տվյալների համաձայն արտասահմանից այցելուների թիվը 2025 թվականի առաջին եռամսյակում նվազել է գրեթե 1/3-ով, ինչ նահազանգող նշան է, որ Կուբայի բարձրաստիճան պաշտոնյաներին ստիպել է այլընտրանքներ փնտրել։ Բելգիայի ափամերձ Դեպան քաղաքում անցկացվել է ճայերի ճիչը նմանակելու Եվրոպայի 5-րդ առաջնությունը։ Միմյանց դեմ մրցել են ճայերի լավագույն նմանակողները։ Մրցույթին մասնակցել է 14 երկրից ժամանած մոտ 60 նմանակող։ Նրանք բաժանվել են 3 կատեգորիայի՝ պատանիների, մեծահասակների եւ խմբակային։ Յուրաքանչյուր ելույթ գնահատվել է մասնագիտական ժյուրիի կողմից, որը շնորհել է մինչև 100 միավոր, 75-ը ճայերի ձայնը նմանակելու եւ 25-ը վարքի համար։ Որոշ երկրներ մասնակցել են առաջին անգամ։ Դրանց թվում են Ֆինլանդիան, Բուլղարիան եւ Դանիան։ Դանիայից Աննա Բրինալդը գրավել է առաջին տեղը մեծահասակների կատեգորիայում եւ արժանացել մեդալի։ Քանի որ ճայերը հաճախ արհամարվում են հանրության կողմից իրենց այսպես ասած հանդուգն վարքագծի պատճառով, մրցույթը նաև նպատակ ունի ստեղծելու ծովափնյա այս թռչունների դրական կերպար։ Օմանի մայրաքաղաք Մասկատի միջազգային գրքի տոնավաճառ 2025-ն անցկացվել է Օմանի կոնվենցիաների եւ ցուցահանդեսների կենտրոնում։ Միջոցառումն այս տարի անցկացվել է 29-րդ անգամ։ Մշակութային բազմազանությունը հարստացնում է մեր քաղաքակրթությունները խորագրով։ Գրքի տոնավաճառին մասնակցում են ներկայացուցիչներ միջազգային մակարդակով, նույնիսկ Լատինական Ամերիկայից։ Մեծ հետաքրքրություն կա նաև մանկական գրականության եւ մշակույթի նկատմամբ։ Մասնակիցները քայլել են տարբեր տարածաշրջաններից բերված գրքերով լի տաղավարների կողքով, որտեղ առանձնացել է պաղեստինյան գրականությունը։ Այնտեղ ներկայացված են պատմական եւ արդիական իրադարձություններ, այդ թվում Գազայի պատերազմը։ Ցուցահանդեսն իսկապես գեղեցիկ է։ Այստեղ մարդիկ տեղեկացվում են, կրթվում։ Սա առաջին անգամ է, որ այցելում եմ այս գրքի ցուցահանդեսին Օմանում։ Մենք շատ օգտակար բաներ իմացանք Օմանի եւ Պարսից ծոցի այլ երկրների մշակույթների մասին։ 35 երկրից մոտ 674 հրատարակչի մասնակցությամբ ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 681,000 անուն գիրք։ Ակնկալվում է, որ մինչև 2025 թվականի ավարտը եւս 52,205 նոր գիրք կտպագրվի։ Մասկատի գրքի տոնավաճառը գրավել է միջազգային մասնակիցների, քանի որ այցելուները գնահատել են միջոցառումն իր լայնածավալ մշակութային առաջարկների համար, իսկ որոշներն այն անվանել են Օմանի ժառանգության եւ Պարսից ծոցի այլ մշակույթների մասին իմանալու հնարավորություն։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։